Հարգելի գործընկերներ, վաղվանից սկսվում է ազգային ժողովի հերթական ընտրությունների քարոզարշավը եւ ես եւ կառավարության անդամների ըստ էության մեծ մասը արձակուրդում ենք լինելու քարոզարշավին մասնակցելու համար։ Իհարկե մեր ամենամեծ առաջնահերթությունը խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարության միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելն է, ապահովելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը եւ բացառելու ընտրողների կամքի վրա ապօրինի ազդեցությունները եւ իհարկե մինչ այս պահը մեր իրավապահ մարմինները ահռելի աշխատանք են իրականացրել, բայց նաեւ պետք է զգոնությունը չթուլացնել, որպեսզի բացառվեն ընտրակաշառքների եւ այլ ապօրինի միջոցների ազդեցությունը ընտրությունների արդյունքների վրա, որովհետև մենք 2021 թվականին պատկերացրեք այդ պայմաններում կարողացել ենք միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնել, բնականաբար հիմա առավել վստահ ենք, որ ի վիճակի ենք դա անել եւ անպայման կանենք դա եւ քարոզարշավի ընթացքի օրինական ապահովումը նույնպես շատ կարեւոր է, մեր իրավապահ մարմինները պետք է ուշադիր լինեն քաղաքական ուժերի քարոզարշավի համար բնականոն պայմաններ ստեղծելու առումով բնականաբար Հայաստանում վաղուց արդեն փակված են դահլիճների, հրապարակների հասանելիության հետ կապված խնդիրները, այդպիսի խնդրեմ ինձ հայտնի չի ընդհանրապես, անկեղծ ասեմ, եթե որևէ մեկին հայտնի է թող ասեն, բնականաբար այդ խնդիրները կլուծվեն, բայց ես բացառում եմ, որ ինչ որ որևէ միտումով որևէ դահլիճի սահմանափակում լինի, ամեն դեպս ընդ որում հիմիկվա մասին չի, ընտրությունների մասին չի, նախորդող որ շրջանում էլ, այսինքն ընդդիմադիր քաղաքական ուժերը, երբ որ նույնիսկ ամենասուր իրավիճակներում դահլիճների եւ այլնի սահմանափակում չեն ունեցել, այնպես որ ես կարծում եմ բոլոր նախադրյալները կան, որ մենք խորհրդարանական ընտրությունները իրականացնենք պատշաճ մակարդակով համապատասխան ժողովրդավարության բոլոր կանոններին եւ ստանդարտներին ապահովելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի ազատ արձանագրումը եւ այդ կամքի արտահայտումը եւ իհարկե մտքերի, գաղափարների, ծրագրերի մրցակցությունը ի նպաստ Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար